Հաջիևի հետ քննարկել են նաև հայ գերիների հարցը, բայց տեսակցելը իրենց համար առաջնահերթություն չի եղել։ Նաիրա Սուլթանյանի խոսքով ոչ մի սահմանափակում չի եղել, որ այս հարցը չբարձրացնեն։ Միջազգային կառույցներում եւս շարունակելու են խոսել այդ մասին։ Ադրբեջանական կողմի հետ ուղիղ այս թեմայով խոսելը մեզ համար նոր վիճակ էր, կարելի է ասել, հատկապես պարոն Հաջիևի առջև նստած, եւ մենք փորձեցինք մեր խոսքը ձևակերպել դիվանագիտորեն եւ հիմնավորել նրբանկատորեն, որպիսի արդյունքում կողմերի միջև առաջանա այսպես վստահության եւ փոխադարձ ընկալման զգացողություն, ինչի հետևանքով էլ հույս ունենք, որ այս խնդիրները ավելի արագ կլուծվեն։ Ցավով պիտի ասեմ, որ հստակ եւ կոնկրետ պատասխան չենք ստացել թվի, մարդկանց անունների եւ այլն, բայց այստեղ Հայաստանի իշխանություններն են մեզ հավաստիացրել, որ շարունակաբար ջանքեր են կիրառում, պարոն Հաջիևն էլ իր հերթին մեզ հավաստիացրեց, վստահեցրեց, որ շատ ակտիվ բանակցային գործընթաց ընթանում է։ Հայ եւ ադրբեջանցի փորձագետները Բաքվում քննարկել են նաև հանրային մակարդակում զգայուն հարցերը, տեղանունների խնդիրը։ Հայկական կողմը հատկապես պարոն Հաջիևի հետ հանդիպմանը բարձրացրել է տարբեր գրգռիչ գործոնների չեզոքացման խնդիրը, այսինքն դրանցից է օրինակ ադրբեջանական տարբեր մակարդակի պաշտոնյաների կողմից երբեմն սադրիչ, երբեմն խնդրահարույց հռետորաբանության բառակազմի կիրառումը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի վերաբերյալ խոսելիս, միևնույն ժամանակ ադրբեջանական մեդիաներում մենք պարբերաբար հանդիպում ենք տեղանունների խնդրին։ Վերջին նման օրինակը Ազերտ Հաջիի հրապարակումն էր ռուսալեզու, որտեղ Երևանը Իրևան էր գրվել։ Այս հարցը հենց կոնկրետ օրինակով ներկայացվեց եւ ադրբեջանական կողմը առնվազն համաձայն է այն գաղափարի հետ, որ այո, պետք է առավել մեծ ուշադրություն դարձնել այս խնդրին։